Սուրճ ու սեր առավոտից։ Ինանց է 30, բարի գալուս Ծանրային ռադիոյի ուղիղ եթեր։ Ասում ենք բարի լույս հարգելի ռադիոլսողներ, ողջունում բոլորիդ եւ իհարկե մաղթում միայն դրական լիցքեր, լավ տրամադրություն վաղ առավոտից հարգելի ռադիոլսողներ, նոր աշխատանքային շաբաթը սկսված է եւ ինչպես դիմավորես շաբաթը, այնպես էլ կանցնի տրամադրվածությամբ, կարեւորը ճիշտ լինի, մնացած ամեն ինչ տեղը կընկնի։ Լիովին քեզ հետ համամիտ եմ, արի փաստենք հասել ենք արդեն օկտեմբերի 20։ Մի արա, չեմ ուզում այդ մասին խոսել։ Ծանր երկուշաբթին ինչպես շատերն են ասում, այդքան էլ ծանր չի այսօր։ Ով է կշռել այդ երկուշաբթին եւ քանի կիլոգրամ է երկուշաբթին։ Ես կասեի, որ այդքան էլ ծանր չի երկուշաբթին, մի պարզ պատճառով Տիգրան ջան, որովհետեւ դպրոցական արձակուրդներ են եւ հետեւաբար կարող ենք ասել, որ հրաշալի այն առումով, կարծես թե ավելի թեթև են փողոցները, համամիտես, նույնիսկ հրաշալի ուզում եմ ասել, երեխաները չեն սովորում, հրաշալի։ Ես կասեի, հրաշալի է ուղղակի։ Հրաշալի, այո։ 43-րդ աշխատանքային շաբաթն ենք սկսում 2025 թվականի։ Մենք տեղում ենք Լուսինե Մուրադյան, Տիգրան Հարությունյան, Հանրային ռադիո ուղիղ եթեր, մեր անձնակազմը եւս պատրաստ է առաջիկա ժամոկեսը դարձնել հետաքրքիր ժպիտներով լի եւ լավ բովանդակությամբ լի, նաեւ եւ կարեւոր տեղեկությունները եւս անմասն չեն մնա։ Միանշանակ։ Եվ բնականաբար երաժշտություն ինչպես միշտ յուրաքանչյուր առավոտ մեզ հետ է եւ այն էլ լավ երաժշտություն արտնացնող գնացինք։
Սուրճ ու սեր առավոտից։ 9:36 դուք լսում եք հանրային ռադիոն, եթե կարող ես երկում ես սրբուկը, իսկ եթե չես կարող, եթե կարող ես չի, կարող ես, ցանկություն է պետք, միայն ցանկություն է պետք եւ ամեն ինչ տեղը կընկնի, այո, չլինելու, չստացվելու հնարավորություն չկա։ Չէ, ցանկությունը եթե ուժգին է, ապա հնարավոր չէ ուղղակի։ Այսպես, տրամադրվեք ինչպես Լուսինեն, եղեք լավատես եւ ասեք, որ անհնարին ոչինչ չկա։ Որ լավատես չլինենք, ինչ պիտի անենք։ Բան չի փոխվելու, չէ, որ վատատես լինենք։ Աշխարհը չի փոխվի։ Հարցը չի լուծվի։ Կլոր է մոլորակը, բայց ոմանք ասում են նաեւ եւ բումերանգի էֆեկտն էլ աշխատում է, բումերանգի էֆեկտ, դե շուտ էին ասում կլոր չի։ Հիմա ով ինչ ուզում ասում է։ Չէ։ Մենք այդպես չէ, մենք ասում ենք այնինչ պաշտոնապես մեզ տրամադրվում է պաշտոնական աղբյուրներից պարտադիր անհրաժեշտ տեղեկատվության պաշարը, ինչպես յուրաքանչյուր առավոտ այսօր եւս հոկտեմբերի 20-ի պաշարը տեղեկատվության բացում ենք եղանակի տեսությունից։ Բացում ենք եղանակի տեսությունից եւ հիշեցնում հարգելի ռադիոլսողներ, որ այսօր հոկտեմբերի 20-ն է արդեն եւ այս գիշեր սպասվում է առանց տեղումների եղանակ եւ ասենք որ կեսօրից հետո առանձին շրջաններում գուցե սպասվի կարճատև անձրև օդի ջերմաստիճանը նաեւ կբարձրանա 4-ից 5 աստիճանով դա շատ լավ է որ տաքանում է մեզ խոստացել էին օդերևութաբանները տաք հոկտեմբեր կարծես թե խոստումը պահում են Երևանում նույն իրավիճակն է ասեմ քեզ գիշերը եւս սպասվում է առանց տեղումների բայց երեկոյան եւ գիշերը հնարավոր է կարճատև անձրև Կարճատև անձրև մի արի կարճատև անձրև մենք քեզ չենք սպասում եւ ցանկություն Շատ իզուր մենք լավ էլ սպասում ենք թող գա օդը մաքրի Երևանի Դրանով օդը չի մաքրվի որովհետեւ անձրևը գալիս օդը մաքրում է շատ կարճ ժամանակահատվածում նորից աղտոտում ենք այդ օդը անձրևը ինչ մեղ ունի որ ժամանակավորապես կշնչենք մաքուր օդ Այս պահին 14 աստիճան է օրվա ընթացքում մինչև 20 աստիճան կբարձրանա Սանթղակը մայրաքաղաք Երևանում Բայց դե հարցը չի լուծվում էլ ժամանակ ոնց որ հոգեբանական լուրջ ինչ որ խնդիր ունեցող մարդը որոշի դեղերով խնդիրը լուծի այն պարագան որ մի քիչ պիտի փորփրի իր ներսում եւ հարցը ամբողջությամբ լուծի հիմա դու հույսը դրել ես օդի մաքրման տեսանկյունից անձրևի վրա սկսել աշխատանքային շաբաթը հարցերը հիմնովին լուծելու տրամադրություն Ես միշտ եմ այդ մոռացիր դա Ես միշտ հարցերը հիմնովին Դա թողնենք քաղաքապետարանի կարգավարական խորհրդակցության իսկ մենք զբաղվենք մեր գործով Հարցերի մասին էի խոսում Տիգրան Օդը իրենք են, մենք կապ չունենք օդի հետ։ Մի խոսքով, այո, մենք ունենք խնդիր օդի աղտոտվածության տեսանկյունից, բայց մենք էլ ոչինչ չենք անում, որ մի քիչ մաքուր պահենք։ Մենք, ասեմ, կանոնավոր աղտոտում ենք օդը։ Դեմ ասում էլի։ Տեսնում ես արջևից ընծացող մեքենան այնպիսի ծուխ է արձակում, ինչպես շոկեքարշա։ Այո։ Մի խոսքով, գնանք ավտոճանապարհներ։ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ Հայաստանի տարածքում ավտոճանապարհները անցանելի են բացառությամբ, արդեն գիտեք եւ ժպտում եք գուցե, այո, Կորեայի ձորը շարունակում է մնալ դեռ փակ է կար քարաթափման վտանգ եւ այն դեռ վերանորոգվում է։ Այնպես որ նորոգման աշխատանքներին ինձ հուսանք քիչ է մնացել եւ որոշ ժամանակ անց այս վերևի տեքստը կփոխվի այլ հատվածով։ Ստեփանցմինդալ-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար հուսանք հերթերը շատ չեն եւ դուք այնտեղ երկար չեք մնա։ Ասայլ այսպես։ Հասկանանք ինչպես վարվել դրամի հետ, տեսնենք օրվա ինչ փոխարժեք է սահմանել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը։ Ամերիկյան $1 օրվա փոխարժեքն է 382 դրամ, 1 եվրոն 447 դրամ է, ռուսական 1 ռուբլին 407 դրամ, վրացական 1 լարին 141 դրամ, բրիտանական ֆունտ ստերլինգը 513 դրամ է եւ արաբական միացյալ էմիրությունների 1 դիրխամի օրվա փոխարժեքը 104 դրամ է։ Փոխեցինք փոխարժեքն էլ իմացանք, փողերը փոխեցինք ու գնում ենք ճամփրուկը հավաքեցինք կամ գալիս ենք։ Տեղափոխվում ենք հիմա Զվարթնոց միջազգային օդանավակայանների պաշտոնական կայք եւ տեսնում ենք ժամանումների չվացուցակը ինչ վիճակում է, ամեն ինչ ժամանակին է, ոչ մի խախտում չկա։ Դուք էլ ժամանակին դուրս եկեք, որպեսզի հասնեք եւ ձեր հարազատներին դիմավորեք։ Վաղաժամ 1-ը կա Էլի Աբուդաբի Ինչու մեկ զարմացած չենք 10:20-ի փոխարեն 10:03-ին է ժամանելու շուտ գնացեք որ ձերոնք այնտեղ երկար չսպասեն եւ ստիպված չլինեն տաքսիներից օգտվել տաքսիներն էլ մտածեն զբոսաշրջիկ եք մի մեծ ստիպված են եւ 20000 դրամով գաք կենտրոն այո եւ գնանք իհարկե մեկնումների չվացուցակ ամեն ինչ ժամանակին է բան չի փոխվել լուսինես ամպիտակին դուրս արի ժամանակին ինչպես չասես ինքնաթիռները ժամանակին են դուրս գալիս եւ իհարկե
տեղափոխվում ենք օթային տարածքից տեղափոխվում ենք, այսպես ասած, ներքև եւ Վերգետնյա տարածք եւ տեսնում ենք այո խցանում շնորհակալություն ենք հայտնում դպրոցականներին համագարքին դպրոցներին դասի չեն իսկ ինստիտուտներն էլ են հանգստանում գիտես ինստիտուտները չեմ կարող ասել կարծեմ թե ոչ տարբերվում է գրաֆիկը հա տարբեր է բայց այդուհանդերձ շնորհիվ դպրոցականների 5 բալ է այս պայն վայելեք ես մի բան արձանագրեցի այսօր վերջնականապես այն որ փոխել էի 8-15-ին որ իբր խցանում քիչ լինի ոչինչով չի օգնել այ արդյունավետ արձակուրդն է խնդրեմ ամենաարդյունավետ արձակուրդն է ունենք վթար երկու վթար է ցույց տալիս այս պահին մեկը Կոմիտաս փողոտան է հիմա ես ստույգ կասեմ թե որ փողոցի ահա վրացական եւ Կոմիտաս փողոցների Խաչմերուկում ունենք վթար ինչնով հատվածում է եւս մեկ վթարել ունեինք կարծես թե հա այսօր առավոտ այսօր բայց խցանում չկա ինչի՞ եք ձեզ կոտորում չենք հասկանում գուցե մի փոքր կերծվել ինչ որ մի բան եւ կանգնել է ահա մալացա Սեբաստիայում ունենք վթար գտամ պաստորեն Սեբաստիայի փողոցի վրա է հիմա ասեմ որ խնդրեմ Վանցյան եւ Սեբաստիա փողոցների հատման հատվածում ունենք վթար բայց Ծանրաբեռնված է փողոց ասեմ Սեբաստիա փողոցը երկու կողմանի բայց 5 բալը գիտեք երանելի կարծում եմ թիվ է որովհետեւ մենք այսօր այնքան լավ ենք եկել եւ Տիգրանին ճանապարհին ասում էի տեսնում ես ինչ լավ ենք գալիս դպրոցները արձակուրդում են ինչ լավ է դու հարցրա աշխատող ծնողներից լավ է թե ոչ երեխաներին Սա էտնովան է երկու կողմանի ծանրաբեռնված Ամիրյանը մշտականն են դե այս փողոցները տեսնում ես փոքրիկ այսպես փողոց ու մուկ ներկված Աբրահամյան փողոցն է Խորեն Աբրահամյան փողոցը Չեկանում ես փողոցը Չգիտեմ այստեղ ինչ է տեղի ունենում բայց մուկ կարմիրով է ոչ թե կարմիր Սևին մոտ կարմիր է Չգիտեմ ինչ է կատարվում այդտեղ բայց շատ մուկ է երևի այդ հատվածում կոնկրետ մենակ 7 բալ է կամ 8 Մի խոսքով հերո մնանք խցանումներից կարգավորենք մեր նյարդերը լսենք լավ երաժշտություն Լսեք մեզ որպեսզի շատ չնյարդայնանաք եթե իհարկե չեք նյարդայնանում մեզնից Չէ Դա էլ կա ինչ Դե եթե նյարդայնան կարող են պատտել մեկ այլ բան լսել Դա բայց մի պատտեք ամեն ինչ դեռ արժևում է Լավ երգ այս պահին ռետրո մեր պահոցից Դու իմ երազն ես իրական Կյանքում տեսակ է շատ պատահական Հիմա դժվար է ինձ համար մոռանալ Քեզ մոռանալ ու հեռանալ Խնդրում եմ քեզ ինձ մի մերժի Անհույս իմ սերը մի մարի Սիրում եմ քեզ ինձ հասկացի Սիրելիս ախոս մի հեռացի Դու արևն ես իմ Ես քո լուսինը դու ցերեկն ես իմ Գիշերն եմ քո դու անձրևն ես իմ Ես քո կապիլը դուր ինձ սերը քո Սպասում եմ ես դու արևն ես իմ Ես քո լուսինը դու ցերեկն ես իմ Գիշերն եմ քո դու անձրևն ես իմ Ես քո կապիլը դուր ինձ սերը քո Սիրում եմ ես քեզ Հիմա դարձել եմ քո գերին Եվ քո անունը լոքին շուրթերին Խնդրում եմ ինձ մի պալսի հասկացի Եվ իմ սրտին ընկեր դարձի Ես առանց քեզ չկամ կարծես Եվ առանց քեզ դատարկեմ տես Դու անավարտ խոսքերը քո բացատրիր Անխոս մի հեռացիր Դու արևն ես իմ Ես քո լուսինը դու ցերեկն ես իմ Գիշերն եմ քո դու անձրևն ես իմ Ես քո կաթիլը դուր ինձ սերը քո Սպասում եմ ես դու արևն ես իմ Ես քո լուսինը դու ցերեկն ես իմ Գիշերն եմ քո դու անձրևն ես իմ Ես քո կաթիլը դուր ինձ սերը քո Սիրում եմ ես քեզ Ամեն մի տեղ ամեն վայրկյան Իրար կանչող սրտեր շատ կան Ուզում եմ որ գտնել իրար Ապաշա Դու արևն ես
Դուրսեր առավոտից։ 9:46 սկսված է 2025-ի 43-րդ աշխատանքային շաբաթը։ Տիգրանը ամեն օր 20 հաշվում է։ հոկտեմբերի օրը երկուշաբթի։ Կարող ես ասել քանի ժամ եւ քանի րոպե մնացել տարվա ավարտին։ Ժամ չեմ կարող ասել, բայց այ օր կարող եմ ասել։ Դե հա, դա գիտեմ որ կարող ես, ուզեցի բարթացնել առաջադրանքը։ Ես կասեմ ավելին, տարվա ավարտին մնացել է 72 օր։ Բան չմնաց։ Տոներն են մեզ կանչում, այո։ Նայեցում համար են մեզ տոներ։ կանչում, դե հիմա այդպես։ Դե հա, էլի դուք նստեք 72 օր է, դե հիմա ով է տանջում։ Բոլորը մեկ զանգ եւ Չէ։ Չէ։ Ես իմ ձեռքով պիտի Չես պատրաստեմ։ սիրում առաքով։ Թողեք ես տանջվեմ։ Թողեք ես տանջվեմ։ Ինչ ունենք, չունենք օրացույցում։ Այսօր մասնագիտական իրենց տոնն են նշում խոհարարները։ Արի շնորհավորենք բոլոր խոհարարներին, որ իրենք տանջվում են։ Մեր փոխարեն մենք էլ նստած եւ համտեսում ենք։ Եվ հաճախ այդ ուտեստները դարձնում են արվեստի գործեր, այնքան գեղեցիկ են պատրաստում, մարդ չի ուզում ձեռք տա, որ հանկարծ չի։ Խոհարարների միջազգային օրն է այսօր, սիրելիներս, այս տոնը դարձել ով է սահմանել, ՄԱԿ-ն է սահմանել 2004-ից։ Շատ լավ է։ Շնորհավորում ենք բոլոր Շեֆ խոհարարների համաշխարհային ասոցիացիայի նախաձեռնությամբ է այս տոնը սահմանվել։ Ֆիքսել ես տարբերությունը, ՄԱԿ-ը կապ չունի։ Չկարկոցեք, ՄԱԿ-ը կապ չունի։ Բա ինչի է իր որոշել։ Որտեղ բոլոր տոնները ՄԱԿ-ն է սահմանում, որացույցում սա էլի ստված ՄԱԿ-ը բարձրաց որ այս այն դեպքն է ՄԱԿ-ը չէ, քիմիական տարը կապ չունի, ՄԱԿ-ն էլ ոչ էլ բորը կապ ունի այստեղ։ Ոչ էլ բորը կապ ունի։ Այստեղ շատ կարևոր մի բան եմ նկատել, որ հիմնականում տանը պատրաստում են կանայք, այսինքն խոհանոցում տանջվում են կանայք, բայց շեֆ խոհարարները լավագույն մեծամասամբ, հա 90%-ը տղամարդիկ են։ Բա Բայց ինչու է այդպես։ Ինչու է այդպես։ Որտեղ նրանք մի ուրիշ ձև են պատրաստում։ Հա, դե թող տունն է պատրաստեն, էդ էի ասում։ Բայց այ հաջորդ տոնի մեղավորը ՄԱԿ-ն է, այսօր վիճակագրության համաշխարհային օրն է, այսա ՄԱԿ-ն է։ 41-րդ սեսիայի ժամանակ են հաստատել 2010-ից այս տոնը նշվում է։ Ողջունենք բոլոր այն մասնագետներին, որոնք վիճակագրում են։ Տեսար ինչ։ Այո, վիճակագրենք։ Ունենք մի քանի օրվա օբելար, իդեպ Հնդկաստանում կոչացել նշում է այսօր Դիվալի տոնը։ Այո։ Դա Դիվանի հետ կապ չունի։ Չէ, Դիվալի։ Իրենց ամանորն է։ Կարծեմ, եթե ճիշտ եմ հիշում։ Լույսերի փառատոնն է։ Այսօր Լույսերի կրակների փառատոնը։ հոկտեմբերի 20-ն է։ 7 տարի առաջ ես այնտեղ էի եւ մասնակցում էի այս տոնին։ Այո։ Եվ դու հիշում ես այդ պատմական օրը։ Պատմական օրերը ես կասեի։ Ավստրալիացի երգչուհի, ֆոտոմոդել, դերասանուհի Դենի Մինոգն է ծնվել Կայլի Քուրը։ Կայլի, վայ դու չէիր կարող դա չասեիր, ինչպես դու չասեիր, Կայլի հետ կապված նաև Վլադիմիր Սալավյովն է ծնվել, այո, լրագրող, մեր գործընկեր, այո, ամերիկացի կոմպոզիտոր է ծնվել, ուր փակեցիր մի անգամից Թոմաս Նյումանը, եւ այսպես կարող ենք շնորհավորենք բոլոր հոբելյարներին։ Ցանկը չենք եզրափակում, որովհետեւ այսօրն է ծնվել նաև հայ դերասան, ռեժիսոր, դրամատուրգ Կարմեն Գուլակյանը 1899 թվականն է նրա ծննդյան տարեթիվը։ Եվ տեղափոխվենք նաև 1854 թվական, այդ օրն է ծնվել ֆրանսիացի բանաստեղծ Արթուր Ռեմբոն։ Չգնաս կինոների ուղղությամբ։ Չէ, ես կինոներից եմ արդեն։ Չգնաս, ոչ մի կապ չունի։ Այսօրն է ծնվել նաև։ Այն որ պետք է գար Հայաստան։ Ու չեկավ այդպես։ Համահանեց էլի։ Չեկավ, բայց տոմսերը սպառվել էին ասում են։ Գիտեմ։ Ամերիկացի рэպեր եւ դերասան Snoop Dogg-ն է ծնվել այսօր, նա 1971 թվականին է ծնվել։ Մեծ բավականին մեծ է, հա։ Մի րոպե։ Մեզնից էլ լավ մեծ է, հա։ Snoop Dogg-ն է։ Հա, հասկացա։ Ինչ կասես։ Չէ։ Բա տեսնում ես։ Մի խոսքով, հարգելի ռադիո լսողներ, ինձ թվում է ավարտենք, չէ՞։ Այո, այսքանով թերևս ավարտենք օրացույցի էջը։ Այո, խոհարարներին եւս մեկ անգամ ողջունում ենք։ Վիճակագրություն հանողներին եւս ողջունում ենք, այո, հանողներին չէ՞, գրողներին, վիճակագրողներին։ Դե հա, հաշվարկողներին եւ այլն, բավականին բարդ աշխատանք է, խոհարարի աշխատանքը եւս բարդ աշխատանք է, պատասխանատու աշխատանք է, բայց ես խորհուրդ կտայի մենյու ֆիլմը դիտեիք, եթե չեք դիտել, բայց առավոտը չնայեք։ Ինչի՞։ Դա կատակերգական ֆիլմ չի։ Ծանր ֆիլմ է իրականում։ Թեթև բան չկար ասել դու։ Դե հիմա խոհարարի մասին է։ Հասկացա։ I just had to touch it, but it's so fine, and it's all mine. Hey baby, and we don't mind all the watching, 'cause if they study
close, they might learn something. She ain't nothing but a little doozy when she does it. She's so fine tonight. As long as I got my suit and tie, I'ma leave it all on the floor tonight. And you got fixed up to the nines. Let me show you a few things. All dressed up in black and white, and you're dressed in that dress I like. Love is swinging in the air tonight. Let me show you a few things. Let me show you a few things. Show you a few things about love. Now we're in the swing of love. Let me show you a few things. Show you a few things about love. Hey, stop. Let me get a good look at it. Ooh, so thick. Now I know what they call it, a fatty. And oh, shit so sick, got a hit and picked up a habit. That's alright, 'cause you're all mine. And oh, go on, show 'em who you call daddy. I guess they're just my cuz, girl, they wish they had it. Ooh, my killer, my filler. Yeah, you're a classic, and you're all mine tonight. As long as I got my suit and tie, I'ma leave it all on the floor tonight. And you got fixed up to the nines. Let me show you a few things. All pressed up in black and white, and you're dressed in that dress I like. Love is swinging in the air tonight. Let me show you a few things. Let me show you a few things. Show you a few things about love. Now we're in the swing of love. Let me show you a few things. Show you a few things about love. Hey. Get out your seat, ho. All black at the white shows, white shoes at the black shows, green car for the Cuban links. Y'all sit back and enjoy the light show. Nothing exceeds like excess. Style guy got from having the best of the best. Is this what it's all about? I'm at the rest. The front, my rent, disturbing the guests. Years of distress, tears on the dress. Try to hide a face with some makeup sex. This is trouble season. Time for tuxedos for no reason. All saints for my angel. Alexander Wang too. Ass tight venom and some dunks. I'll show you how to do this, young. No papers, catch papers, get high. Out Vegas, who safe on doubles ain't looking for trouble. You just got good genes, so a nigga tryna cuff you. Tell your mother that I love her 'cause I love you. Tell your father we go father as a couple. They ain't lose a daughter, got a son. I'll show you how to do this, huh? As long as I got my suit and tie, I'ma leave it all on the floor tonight. And you got fixed up to the nines. Let me show you a few things. All dressed up in black and white, and you're dressed in that dress I like. Love is swinging in the air tonight. Let me show you a few things. Let me show you a few things. Show you a few things about love. Let me show you a few things. Show you a few things about love. Իննանց է 54, տրամադրությունը փոխվեց, հայտնվեցինք մենք։ Այո, հայտնվեցինք մենք եւս մեկ անգամ ասում ենք բոլորիդ բարի լույս, հարգելի ռադիոլսողներ, ողջունում վաղ առավոտից իհարկե շարունակում մաղթել հաճելի լավ տրամադրություն, սա եւս շատ կարեւոր է, որպեսզի ունենաք լավ տրամադրություն եւ գիտեք երկուշաբթին այսպես կարող ենք ասել, որ մի քիչ ավելի Ինչ էր ուզում ասել, ծանրոտ օր է, զուտ, որովհետև հիմա չէ, այդ նկատի չունեմ, ինձ համար ծանր չի, բայց ոնց որ երկու շաբթի են հենց պլանավորում ամբողջ շաբաթվա գործունեությունը, ժողովներ, պլանավորումները ամբողջությամբ ընկնում են շաբաթվա սկիզբ, հետո հատկապես եթե բուրն է եղել ձեր շաբաթ-կիրակին, դժվար է տրամադրվել եւ գալ, սա է հարցը։ Արի փոխարենը ռադիոլսողին տեղեկացնենք, թե ինչ կլսենք հաջորդ եթերաժամին լուրերի թողարկումից հետո։ Այո, տեղեկացնենք, հյուրեր ենք ունենալու շատ հետաքրքիր հյուրեր ենք ունենալու ըստ որոշ աղբյուրների տեղեկացնենք, որ օդային երթևեկության կարգավարների միջազգային օրն է, նաև եւ մեր հյուրը այդ ոլորտից է եւ հետաքրքիր մանրամասներ կիմանանք, մենք որպես կանոն միշտ այդ մասին այդքան չենք անդրադառնում։ Կապենք ամրագոտիները եւ կթրջենք միասին։ Ահա, եւ մենք էլի հյուրեր կունենանք, ավելի ուշ կանդրադառնանք։ Արդեն գրական աշխարհից կլինեն, այո, հետաքրքիր նորություններ կներկայացնեն։ Եվս մեկ անգամ ողջունում ենք բոլորիդ, նաեւ բոլոր նրանց, ովքեր մեզ հետևում են on-line հարթակի միջոցով։ Այ դրա մասին չասեցինք, այսօր չենք ասել։ armradio.am 3W հավաքում եք եւ տեսնում եք։ Չմոռանաք 3W պարտադիր հետո կետիկ։ Նաև Facebook-ում դեռ ունենք live-ը պահպանվել է։ Մեզ ողջունում են Էդիկ Բաբուջյանը, Վարդուշ Մաթևոսյանը։ Մեր մշտական ունկնդիրները մեր շատ սիրելի Վարդուշ Մաթևոսյանը, այո, Էդիկ Բաբուջյանը, նրանք կարծես եթե ամեն օր չգրեն, գոնե օրը մեջ գրում են պարտադիր։
Բարի լույս Հայաստան եւ հայ ժողովուրդ, ուրախ եւ լավ լուրերով օր բոլորիս նորից հաճելի է օրը սկսել սիրելի հաղորդավարների հետ։ Թող նոր շաբաթը բարին բերի բոլորիդ ծաղիկներ, սրտիկներ, սուրճի բաժակներ ու էլի սրտիկներ Վարդուշից։ Խանանել TikTok-յան հարթակում մեզ ողջունում է, ասում է բարի ողջույններս բոլորին բարեկամներ, շատ հաճելի է նաեւ, հա, այստեղ ասում են հերթերը շատ են պոլիկլինիկաներում։ Այսպես մեր ռադիո լսողները շատ ակտիվ մեզ դեպքի վայրերից հետաքրքիր տեղեկություններ են փոխանցում։ Նաեւ հիշեցնենք, որ TikTok-յան հարթակում կարող եք փնտրել անձամբ ինձ եւ անձամբ Տիգրանին եւ այնտեղ եւս մեզ կտեսնեք։ Մենք ամբողջ եթերի ընթացքում նաեւ հասանել ենք այդ հարթակի միջոցով եւս։ Երկու լուսամուտ տարբերակով ենք մենք TikTok-յան լայվում, բայց դա battle չէ, մենք չենք մենամարտում իր հետ, պարզապես որպեսզի տեսնեք երկուսից միաժամանակ։ Միաժամանակ եւ կարողանաք շփվել մեզ հետ, հարգելի ռադիո լսողներ, եւս մեկ անգամ ասում ենք բարի լույս բոլորիդ, կոչանում որպեսզի արձագանքեք, գրեք մեզ իհարկե, եւ մենք անհամբեր սպասում ենք, թե երբ պիտի բացվի մեր ստուդիայի դուռը եւ այստեղ հայտնվի մեր ռադիո լուրի գործընկեր, այսօր խցանումներ չկան, շնորհակալ ենք, մեզ գրում են, որ շատ հետաքրքիր եւ մեզ շատ են սիրում, շատ հաճելի է լսել մեզ, շնորհակալություն Խաննա ջան, շատ դանդաղ, բայց հաստատուն մուտք է գործում մեր գեղեցկուհին, վերջապես նա այստեղ հաստավ, խցանումներ չկային, դա իրենց չի վերաբերում, խցանում չկա, բայց իրենք միևնույնն է, գալիս են, հասնում են այստեղ, բարի լույս, գնահատիր գեղեցկություն, այդ ուրիշ բան, բարի լույս, ինչպես ես, լավ փառքաստո, դուք ինչպես եք, հրաշալի ուղղակի, եւ շատ լավ է, որ այստեղ ես, ունենք 1 րոպե զրուցելու համար միասին, ինչ ունես ասելու խոհարարներին, այսօր նրանց միջազգային գոհ ես մեր խոհարարների աշխատանքից իհարկե գոհ եմ, ուտեստները շատ լավն են, շատ համեղ են, նայած որ խոհանոցի ուտեստներն ենք համտեսում, ընդհանուր ես գոհ եմ, բայց կցանկանայի Փարիզի Լուվրի թանգարանը կողոպտել, դուք չգիտեմ, եթե ես վերջի տեղեկությունը ասեմ, 2 հիմնական վարկած են ներկայացնում, մասնավորապես պատվերով գողություն կամ փողերի լվացման նպատակով, իդեպ օտարերկրահետքի վարկածը առաջնային չի համարվում, սա վերջին լուրն է, բայց չեն բայց ո՞նց են հաջողացրել, աստիճանագրել, բարձրացել, ոչ ոք չի Սենագետի ափից են մուտք գործել, այնտեղ շինարարական աշխատանքներ են տեղի ունենում, երևի թե կինո խառնել են։ Լավ, գովաստ որից հետո լուրեր։ Հայաստանում ժամը 10 է։ Լուրեր հանրային ռադիոյի եթերում։ Երևանն է խոսում բարի լույս, ռադիո լուրը շարունակում է ներկայացնել ժամի լուրերը, տաղավարում Հասմիկ Մարտիրոսյանն է, թեմաները նախ համառոտ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սուրբ Աթոռ կատարած աշխատանքային այցի ընթացքում մի շարք հանդիպումներ է ունեցել։ Ազգային ժողովի նախագահը Ժնևում կհանդիպի Ադրբեջանի իր գործընկերոջ հետ։ Ինչ հարցեր կան օրակարգում։ Փարիզի Լուվրի թանգարանը կողոպուտի է ենթարկվել, անգին զարդերը գողացվել են 7 րոպեի ընթացքում։ Թեմաները ընդգրկում վայրկյաններ անց։
Եվ այսպես վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սուրբ Աթոռ կատարած աշխատանքային այցի ընթացքում հայ կաթողիկե եկեղեցում Կից Լևոնյան վարժարանում հանդիպել է Տանան Կիլիկիո կաթողիկե Տեր Ռաֆայել Պետրոս 21-րդ Մինասյանի եւ վարժարանի սաների հետ։ Հանդիպման ընթացքում հարց ու պատասխանի ձևաչափով քննարկվել են Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքականության հարցեր, արկա հիմնախնդիրները, Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացը, տարածաշրջանային զարգացումները, ինչպես նաեւ արկա մարտահրավերների հաղթահարման ուղղված քայլերը։ Կողմերը մտքեր են փոխանակել նաև քրիստոնեական արժեքների տարածման եւ պահպանության ուղղությամբ իրականացվող աշխատանքների, ինչպես նաև այլ հոգեվոր եւ հասարակական թեմաների շուրջ։ Վատիկանի Սուրբ Պետրոս հրապարակում 3 տեղի ունեցավ Երանելի Իգնատիոս arczepiskopos Մալոյանի եւ 6 այլ երանենիների սրբադասման արարողությունը Լևոն 14-րդ պապի գլխավորությամբ։ Սուրբ Պետրոսի հրապարակում պատմական իրադարձությանը հետևել է ավելի քան 55,000 հավատացյալ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանություն, քննարկվել են դեսպանության եւ Սուրբ Աթոռի համագործակցության ընթացիկ հարցերը, ինչպես նաեւ Հայաստանի Սուրբ Աթոռի միջև հարաբերությունների հետագա զարգացման ուղղությունները։ Վարչապետը այցելել է նաեւ Իտալիայում Հայաստանի դեսպանություն։ Դեսպան Վլադիմիր Կարապետյանը մանրամասներ է ներկայացել դեսպանության գործունեության, Իտալիայի կառավարության հետ համագործակցության ընթացքի վերաբերյալ։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը սոցցանցի իր էջում տեղեկացրել է, որ մեկնում է Ժնև, որտեղ տեղի է ունենալու միջխորհրդարանական միության 151-րդ վեհաժողովը, որին կմասնակցի նաև Հայաստանի պատվիրակությունը։ Ալեն Սիմոնյանը տեղեկացրել է, որ հոկտեմբերի 21-ին նախատեսված է Ադրբեջանի Միլի Մեջլիսի նախագահ Սաիբա Գաֆարովայի հետ հանդիպում։ Այսօր արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Լյուքսեմբուրգ։ Նախարար Միրզոյանը կմասնակցի Եվրոպական միության կողմից կազմակերպվող միջտարածաշրջանային անվտանգություն եւ փոխկապակցվածություն թեմայով նախարարական հանդիպմանը։ Ծրագրված են նաեւ երկկողմ հանդիպումներ։ Արտգործնախարարությունը տեսանյութ է հրապարակել Facebook-ի իր էջում, որտեղ երևում է, թե ինչպես է արտգործնախարարը մեկնում Լյուքսեմբուրգ։ Այժմ հանդրադառնանք միջազգային լուրերին։ Աֆղանստանը եւ Պակիստանը համաձայնության են եկել սահմանային հրադադարի վերաբերյալ, հայտարարել է Կատարի արտաքին գործերի նախարարությունը, որը միջնորդել էր Դոհայում Թուրքիայի մասնակցությամբ տեղի ունեցած բանակցությունները։ Կողմերը հայտնել են իրենց մտադրությունը ստեղծել մեխանիզմներ երկարաժամկետ խաղաղություն ամրապնդելու եւ հետագա միջադեպերը կանխելու համար։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն զգուշացրել է, որ Գազայում պատերազմը չի ավարտվի, քանի դեռ Համասն ամբողջությամբ չի զինաթափվել։ Նեթանյահուի այս հայտարարությունը հնչել է, երբ Համասի զինված թևը Միացյալ Նահանգների միջնորդությամբ կնքված հրադադարի համաձայնագրի համաձայն շաբաթ երեկոյան եւս 2 պատանդների մարմիններ է հանձնել Իսրայելին։ Պաղեստինյան Համաս շարժումն էլ հայտարարել է, որ մերժում եւ հերքում է Միացյալ Նահանգների մեղադրանքները Գազայի հատվածում հրադադարի համաձայնագիրը խախտելու վերաբերյալ։ Ավելի վաղ ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները Գազայի խաղաղության համաձայնագրի երաշխավոր երկրներին տեղեկացրել է Համասի կողմից հրադադարի անխուսափելի խախտման մասին։ Եվ վերջին լուրը։ Փարիզի Լուվրի թանգարանը հոկտեմբերի 10-ի առավոտյան թալանվել է եւ ներկայում փակ է այցելուների համար, տեղեկացնում է Փարիզիանը։ Ըստ աղբյուրի նախնական հետաքննության համաձայն, հանցագործները ամբողջությամբ քողարկելով իրենց դեմքը մտել են թանգարանի շենք Սենագետի կողմից, որտեղ շինարարական աշխատանքներ են ընթանում։ Նրանք օգտագործել են բեռնատար վերելակ Ապոլոն պատկերասրահի սենյակներից մեկը մուտք գործելու համար, որտեղից կողոպտել են Նապոլեոնի եւ Կայսրուհու զարդերի հավաքածուից 9 իր վզնոց, կրծքազարդ եւ այլն։ Իսկ ահա Լուվրի ներքին աղբյուրների տվյալներով հայտնի ռեգենտը հավաքածուի ամենամեծ ադամանդը, որը կշռում է ավելի քան 140 կարատ, կողոպտիչները չեն հասցրել դուրս հանել թանգարանից։ Մեկ այլ տեղեկության համաձայն կայսր Նապոլեոնի եւ կնոջ կոտրված թագը ավելի ուշ հայտնաբերվել է Լուվրի մոտ։ Նշվում է, որ Ապոլոն ցուցասրահում ներկայացված են Լուվրի ամենաարժեքավոր պատմական հավաքածուներից մի քանիսը։
Եվ ըստ տեղեկության ներքին գործերի նախարարն ասել է, որ անգին զարդերը գողացվել են 7 րոպեի ընթացքում, Փարիզի դատախազությունը քննում է Լուվրի թալանի 2 հիմնական վարկած, ինչպես նշեցինք, պատվերով գողություն կամ փողերի լվացման նպատակով, օտարերկրահետքի վարկածը առաջնային չի համարվում։ Գողությունից հետո գողերը սկուտերներով փախուստի են դիմել, նրանք 4-ն են եղել, Ֆրանսիայի նախագահն էլ խոստացել է վերադարձնել գողոնը եւ պատասխանատվության ենթարկել մեղավորներին։ Հավելեն, որ համաշխարհային մամուլը առաջին էջերում նաև մեկ այլ լուր է հայտնում իսպանացի աշխարհահռչակ նկարիչ Պաբլո Պիկասոյի գործերից մեկի խորհրդավոր անհետացման մասին։ Վերջինս հայտնի է դարձել հոկտեմբերի 16-ին Իսպանիայի իրավապահ մարմինները հետաքննում են Պիկասոյի 1921 թվականին ստեղծված նատյուրմորտ կիթառով կտավի կորուստը, մոտ 600,000 եվրոյի ապահովագրավճարով կտավը անհետացել է Մադրիդից Գրանադա փոխադրելիս։ Այժմին այսքանը տաղավարում աշխատեց Հասմիկ Մարտիրոսյանը, ինչպես կընթանան իրադարձությունները կտեղեկացնենք ժամը 11-ին։ Ցտեսություն։ Սուրճ ու սեր առավոտից։ All flights change the destination to Armenia. Ուշադրություն, բոլոր թռիչքների ուղղությունները փոխվում են դեպի Հայաստան։ Ձերքը դուր, դարձիր ընկեր ինձ, եկ միասին քայլենք։ Armenia քեզ տանեմ ու դեր երկար պիտի պատմեմ։ Մեր սարերը հոգի ունեն, մեր պատերը պատմություն ունեն, say yes, պիտի գնանք արած, say no, չենք թողնի մենակ, we'll go, մենք մեր ապագան ենք, welcome to Armenia, come on, here we go, say yes, պիտի գնանք արած, say no, չենք թողնի մենակ, we'll go, մենք մեր ապագան ենք, welcome to Armenia, come on, here we go, սև ամպեջն ու շարքամիները պիտի քշենք հեռու, արցունքը կորուստուցավ էլ չենք թողնի որ գա քեզ մոտ, մենք հաղթելու ենք դեր առաջ, մենք ծաղկելու ենք, միասին եկեք գնանք Հայաստան, say yes, պիտի գնանք արած, say no, չենք թողնի մենակ, we'll go, մենք մեր ապագան ենք, welcome to Armenia, come on, here we go, say yes, պիտի գնանք արած, say no, չենք թողնի մենակ, we'll go, մենք մեր ապագան ենք, welcome to Armenia, come on, here we go. Please, fasten your seatbelts. The plane is landing at the Zvartnots airport. Խնդրում ենք կապել ամրագոտիները, մեր ինքնաթիռը վայրեջք է կատարում Զվարթնոց օդանավակայան։ Say yes, պիտի գնանք արած, say no, չենք թողնի մենակ, we'll go, մենք մեր ապագան ենք, welcome to Armenia, come on, here we go, say yes, պիտի գնանք արած, say no, չենք թողնի մենակ, we'll go, մենք մեր ապագան ենք, welcome to Armenia, come on, here we go. Սուրճ ու սեր առավոտից։ 19 րոպե ձեզ հետ Հայաստանի հանրային ռադիոյի առաջին ալիքն է։ Եվ ասում ենք բարի գալուստ Հայաստան, բոլոր նրանց ովքեր այսօր ժամանում են եւ նոր են ժամանել կամ պատրաստվում են ժամանել, եւ իհարկե ասում ենք բարի գալուստ նաեւ հանրային ռադիո։ Հանրային ռադիո էլ գալու համար պետք է հատուկ կարգավարական ասպես։ Դե ռեսուրսական վանակի մոտ պաստորեն եթերի կարգավարները մենք ենք, բայց արի ու տես որ նաեւ կա օթային երթևեկության կարգավարություն եւ այս բային տաղավարում մենք հյուրընկալել ենք մի շատ անուշիկ անձնավորության, շատ գեղեցիկ, ով օթային երթևեկության կարգավար է։ Մարիամ Մելիքային ասում ենք բարի լույս։
Բարի լույս ձեզ։ Այսքան երիտասարդ, այսքան գեղեցիկ ու ամբողջ օդը ձեր ձեռքի տակով է անցնում գնում։ Վայ, շատ շնորհակալություն բոլոր այսպես լավ խոսքերի համար։ Այո, ես օդային երթևեկության կարգավար եմ։ Այո, այս ռադիոն կարգավարում եք դուք, օդը երևի թե կարգավարում ենք մենք։ Չէ, եթերն ենք կարգավարում, հիմա սխալ չհասկանան։ Հա, դե։ Մի հատ Մարիամ ջան, հասկանանք, լուսացույցներ օդում կան թե ոչ։ Բնականաբար լուսացույցներ օդում չկան, բայց կան հստակ կանոններ, կան հստակ ուղիներ, որոնցով օդաչուները գնում են, որոնք հրատարակված են, բոլորը դրանց մասին գիտեն, սակայն ոչ միայն այդ գծված ճանապարհներով նրանք պետք է գնան, այլ նաև նրանց պետք է ճիշտ հեռավորությունների վրա պահել, տալ հատուկ ուղղություններ, հատուկ կուրսեր, որպեսզի մեկը մյուսին չբախվի եւ ինչ որ վատ Մխոսություններ, այո, եք ղեկավարում ներքևից։ Այո, չէ, վերևից, ներքևից։ Հողեղեն։ Այո, դուք ճիշտ եք, որովհետեւ կան տարբեր բարձրություններ եւ տարբեր, այսպես ասած, զոնաներ, որոնք կարգավարները կարգավարում են, հա, գետնից մինչև բարձրություն, տարբեր կարգավարներ են։ Օրինակ ես աշտարակ կարգավարական կետի կարգավար եմ, որը վերահսկում է ամբողջ գետնավարումը, հա, այսպես ասած, թույլատրում է վայրեջքից, հա։ Հա, թույլատրում է վայրեջքը, թույլատրում է թռիչքը, այնուհետև փոխանցում եմ այդ նույն օդանավին իմ գործընկերոջով, որ արդեն իսկ հանդիսանում է գետնավարման կարգավար, ով ուղղություն է տալիս, թե որ շքայանատեղի պետք է ինքնաթիռը շարժվի եւ հետագա ինչ քայլեր պետք է անի։ Իսկ թռնելու դեպքում էլ մենք ունենք արդեն այլ կարգավարներ, օդային կարգավարներ, մոտեցում կարգավարական կետն է, շրջանային կարգավարական կետն է, ում նույնպես թռիչքից հետո օդանավը փոխանցվում է եւ բոլորը իրենց պատասխանատվության։ 3 կարգավար։ Այդ է, ուզում եմ հարցնել, քանի կարգավար է մեկ օդանավի հետ աշխատում։ Կոնկրետ մեկ օդանավի հետ աշխատում է, եթե ասենց վերցնենք որպես մարդ, 4 մարդ է աշխատում կամ 5, կախված արդեն որ տարածքում է գտնվում, որ երկրում է գտնվում, կոնկրետ մեր դեպքում Հայաստանի Հանրապետությունում, եթե մեկ օդանավը աշխատում է մոտ 4 կարգավար, հա, 4 ձայն է փոխում, այսպես ասած։ Օդաչուները ձեզ հետ պետք է լավ լինեն, լավ հարաբերություններ։ Այո, օդաչուները մենք է պետք է նրանց հետ լավ հարաբերություններ ունենանք, քանի որ սա թիմային աշխատանք է։ Այս մասնագիտությունը ընտրել այնքան հետաքրքիր է։ Ճիշտն ասած, հիմա այսպես ռոմանտիկ կամ հետաքրքիր բան չեմ ասի, քանի որ ընտանիքիս անդամները նույնպես ավիացիոն մասնագիտություններ ունեն եւ բնականաբար փոքրուց լսել այդ ընտանեկան խոսակցությունները ավիացիայի մասին ձևավորում են շատ սեր եւ ցանկություն աշխատելու տվյալ ոլորտում։ Գայթակղիչ ոլորտ է շատ։ Այո, գայթակղիչ, ռոմանտիկ։ Գերդաստանում եղել են մարդիկ կապ ունեցող ավիացիայի հետ։ Այո, եւ ծնողներս եւ ավելի փոխանցվել է։ Փոխանցվել է։ Գենետիկ է սա։ Բայց այստեղ օդային կամ կապ չունի կարգավարի մասնագիտությունը շատ կարեւոր է, որպեսզի տիրապետի շատ լավ նաև հաշվարկներին։ Այստեղ շատ գլխավոր եւ ի վերջո ամեն ինչ ձեր ձեռքում է կոպիտ ասած, որովհետեւ դուք եք ուղղորդում թե օդանավը ինչպես պիտի օդաչուն տանի, բերի եւ այլն, ճիշտ է։ Ճիշտ եք, բոլորը երբ որ լսում են կարգավար տեխնիկական մասն, հա, պատկերացնում, որ չգիտեմ մոնիտորների մոտ նստած մենք կարգավարում ենք, անընդհատ թվեր ենք ասում, ուղղություններ ենք տալի, իրականում այդպես է, բայց նաև գործիրանից պարունակում է, այսպես ասած, մարդկային հարաբերակցություն, որովհետեւ մենք շփվում ենք օդաչուների հետ։ Հումորներ անում եք իրար հետ։ Իրականում հումորներ ստացվում են, բայց որպես այդպեսին չի թույլատրվում, մենք ունենք հատուկ, այսպես ասած, կանոնակարգ, հատուկ խոսելաոճ, հատուկ, այսպես ասած, գրված ֆրազաներ, որոնց պետք է հետևենք։ Ավել բան ասել չի կարելի։ Ավել բան ասել չի կարելի։ Բայց դե բնականաբար մի բան հարցնենք։ Մենք անդադար եթերում միշտ այսպես երբ մուտք ենք գործում Զվարթնոց միջազգային օդանավակայանների պաշտոնական կայք, մենք այդտեղ ասում ենք ժամանումները, չվերթներն ենք ասում, հա, որ ժամին է թռնելու ուշացում կա թե ոչ։ Մենք նկատել ենք, որ շատ են նաև վաղաժամ, այսպես ասած, ժամանումները։ Եվ որպես կանոն դա Միացյալ Արաբական Էմիրություններից է։ Աբու Դաբիից է։ Մեզ ասացին, որ քամին է բարենպաստողությամբ եւ օգնում է ինքնաթիռին շուտ հասնել, ճիշտ է թե ոչ։ Այո, ճիշտ է։ Օդաչուները կարողանում են այսպես ասած հաշվարկել եւ ընտրել այնպիսի ուղղություն, որտեղ քամին ավելի բարենպաստ է, ավելի կարող եւ
ոչ միայն հա քամին է, այլ նաև կարող են խնդրել կարգավարին, որպեսզի այս ճանապարհը կրճատի եւ ավելի շուտ, հա։ Ասեք 20 րոպե, 30 րոպե շուտ են ժամանակ։ 20 րոպե, 30 րոպե, այո, այդպես ստացվում է, որովհետեւ չգիտեմ, կարգավարին խնդրելով կամ երթևեկությունը հա թույլ է տալիս կրճատել ճանապարհը, դրա շնորհիվ շուտ են։ Ճիշտ է, որ այդ թռիչքների ժամանակացույցը, ասենք A կետից B կետը 3 ժամ է հաշվարկված, 30 րոպե այս կողմ այն կողմ է հաշվարկված։ Բնականաբար միշտ ավելի շատ ժամանակահատվածով է հա հաշվարկվում, որովհետև դա թույլ է տալիս հետագայում, չգիտեմ, եւ այրեջքից հետո ինչ որ հա ժամանակ շահել կամ թռիչքից հետո ինչ որ ժամանակ շահել, դրա համար այսպես ասած մի փոքր շեղում 30 րոպե, 15 րոպե այս կողմը։ Ոչ ժամացույցին ուղևորներ նեղվեն, ասեն, բա գրված էր այս ժամը։ Ես մեկ էլ նկատել եմ, որ հայ օթաչուները, եթե ղեկին հայ օթաչու եմ, կամ ժամանակին ենք հասնում, կամ շուտ։ Ինչով է դա պայմանավորված։ Մենք շատ ենք ճամփորդում, եւ եթե օթաչուն հայ է, ես գիտեմ, որ գուցե շատ հնարավոր է մենք շուտ հասնենք։ Մենք ունենք շատ լավ որակավորված օթաչուներ եւ եթե լինում է հնարավորություն վաղաժամ հասնելու, հաստատ օթաչուները այնպես են անում, որ շուտ հասնենք։ Նաեւ մենք հայերս այսպեսի կարծրատիպ ունենք, ասում են դե հետադարձ ավելի կարճ է։ Շուտ կհասնենք։ Գնալը չէ, նույն ճանապարհն է, չէ, բայց ասպայ հետ գալը ավելի շուտ ենք տեղ հասնում։ Չէ, իրականում այդպեսի բան չկա։ Դա ընդհանրապես այսպես ասած օթային երթևեկությունը, եթե թույլ է տալիս, ստացվում է վաղաժամ հասնել, եթե չէ։ Դա չէ ճանապարհը, նույն ճանապարհն է։ Մարիամ, ինչ կազուսներ են եղել եւ առասարակ ձեր գործի այ ռիսկերը հիմնական, որոնց դուք բախվում եք ամեն օր աշխատանքի ժամանակ։ Այո, աշխատանքը շատ ստրեսային է։ Ավելի ճիշտ ոչ թե ստրեսային, այլ պահանջում է, որպեսզի դու լինես կարգավորված, լինես շատ պահանջկոտ, ուշադիր լինես, ուշադրությունը շատ կարևոր է։ Բնականաբար ամեն աշխատանքային օր մյուսից տարբերվում է։ Դու չես կարող նույն case ունենալ, նույն իրավիճակ ունենալ, անընդհատ փոփոխվում է, ու ամենահետաքրքիրն է, որ դու նույն լուծումը նույն իրավիճակին չես կարող տալ։ Ամեն անգամ իրավիճակները տարբերվում են։ Դրա համար դու պետք է ունենաս ճկուն միտք, որպեսզի կարողանաս դիպուկ ճիշտ լուծում տալ եւ մյուս օթանավերին չխանգարել, օթաչուին փորձել օգնել, քանի որ օթաչուն օթում է, դու քեզ համար գետնին նստած ես քո փափուկ հարմարավետ աթոռին, հեռախոսները հավաքում են բջջայինները։ Միանշանակ աշխատանքի ժամին չի կարելի շեղվել, քանի որ դու պետք է ամբողջ քո ուշադրությունը կենտրոնացնես քո օթանավերին եւ բնականաբար դու ունես ազատ ժամեր, հանգստի սենյակ, կարող ես օգտվել, հեռուստացույց դիտել, հանգստանալ, ծանոթանալ ինչ լուրեր, ինչ է տեղի ունենում աշխարհում։ Բայց ոչ շատ անել։ Բայց ոչ շատ անել։ Ընդհանրապես հեռախոսները, այսպես ասած, կարգավարական սենյակներ չեն մուտք գործում, հետեւաբար չեն կիրառում։ TikTok-յան հարթակում մեր օգտատերերից մեկը գրել է իսկ երթևեկության կանոններ կան ու ծիծերը միանշանակ այո կանոններ կան, որոնք հրատարակված են, կան միջազգային կանոններ, կան հատուկ Հայաստանի Հանրապետության համար կանոններ, որոնք մենք այսպես ասած մեր ձեռնարկն է, մենք դրանով ենք աշխատում։ Կարող եք հիշել որևէ պատահար գուցե ստրեսային, որ այ միշտ հիշվել է ձեզ մոտ։ Փարկաստը այսպիսի ստրեսային իրավիճակ դեռ չեմ ունեցել, բայց լարված իրավիճակներ լինում են, մանավանդ այն դեպքում, երբ որ ինքնաթիռների հոսքը շատ է, ու դու պետք է բոլորին կարողանաս արագ եւ կանոնավոր կերպով հրահանգներ տաս, ուղղություններ տաս, դա չէ կարող ասել միկրո գարա, վերապտտվիր, միշտ քիչնես։ Դուք պատկերացնում եք 160 ուղևոր ներսում գտնվելով զգում է, որ նա պտույտի տակ է գտնվում, ինչ ստրես է։ Մենք զգացել ենք դա, իհարկե ես ու Տիգրանը բացարձակ վախ չունենք ինքնաթիռներից եւ փառքաստը, բայց մեր գործընկերը մեր հակապատկերն է եւ շատ ծիծաղելի պատմություններում հայտնվել ենք, երբ հասկացել ենք, որ պտույտ ենք կատարում։ Վերևից քաղաքը նայում մի քիչ։ Տիգրանը կատակով ասում էր գնում ենք մի պտույտ տանք, որ վառելիք ավելի շատ վառվի, որ որևէ խնդիր չլինի։ Արմեն Գրիգորյանը Հանրային ռադիոյի Facebook-յան էջի միջոցով գրել է բարի լույս, հետաքրքիր է կին կարգավարող կա թե ոչ նստած է մեր հյուրն է ու եթե կա վտանգավոր չի, չէ որ կանայք հայտնի են իրենց ծրվածությամբ, անադեկվատությամբ եւ ելի մի շարք հատկանիշներ։ Մի րոպե, հարգելի պարոն Գրիգորյան, կանայք ի տարբերություն տղամարդկանց կարող են միաժամանակ մի քանի աշխատանք կատարել, ինչը չեք կարող անել դուք, հարգելի տղամարդիկ, եւ նման այսպես ասած սերով պայմանավորված որակումներ տալ, մեղմ ասած ուղակի չի կարելի։ Ջղայնացրեցիք Լուսինեն, չի կարելի այսպեսի բան
բաներ գրել, որովհետև ասեք, խնդրեմ, գեղեցկուհի, կոմերիտուհի, խելացի, հրաշալի կարգավարով։ Դուք ասում եք անադեկվատ։ Այս ինչեր եք գրել։ Մենք միանշանակ ունենք կին կարգավարներ, ունենք ավելի ավագ տարիքի, ավագ սերունդի ներկայացուցիչներ, ունենք որոնք նոր են ընդունվում միանշանակ աշխարհով մեկ կան կին կարգավարներ եւ ոչ միայն է, ոթաչուներ մենք ունենք։ Դրա համար այդպեսի կարծրատիպ որոշ կանայք, հակառակը կանայք ավելի գեղեցկացնում են եւ չգիտեմ, նույնիսկ ռադիո հաղորդակցման ընթացքում երբ ոթաչուները կնոջ ձայն են լսում կամ չգիտեմ կարգավարներ են կին օթաչուի ձայն են լսում, բնականաբար դա ռադիոն ավելի գեղեցիկ է դարձնում։ Ես մեզ նման մի աշխատանք եք տանում, բայց արդեն օթանավի համար։ Ես այս վերջերս վիդեո էի նայում, մեր հայ օթաչու կին օթաչուի հարցնում են եղել է դեպքեր, երբ իմացել են կինն է եւ նյարդայնացել են, ասում է այո եղել է եւ խելոք նստել է ստիպված, բայց ասել է ոչ, եթե կինը ես չեմ թռնի։ Ես ուզում եմ հասկանամ այդ որտեղից այդ գաղափարները ձեզ մոտ։ Վաղուց արդեն կանայք ապացուցել են, որ շատ ավելին կարող են անեն, քան դուք մտածում եք եւ երբևէ կկարողանայիք անել։ Ներեցեք։ Իհարկե, բայց սա պետք է ասվեր։ Մարիամ, ունեք այսպես սիրելի ներքին համակրանք, սիրելի ավիաընկերություններ, սիրելի օթաչուներ, ում հետ որ այսպես էլ ավելի ջերմ սիրով եք հաղորդակցվում։ Բնականաբար լինում է այդպես, որ ընկերություններ կան, որ գալիս են ու դու նրանց աշխատելավոճը ավելի սիրում ես, բայց մեր աշխատանք, մենք ծառայություն ենք այսպես ասած մատուցում, հետեւաբար խտրականությունները այդպես չեն կանում, բայց բնականաբար կան ձայներ, կան օթանավներ, կան հարազատ ձայներ, որոնք զենց սիրտդ ջերմացնում են։ Նաև կարգավարները եւ օթաչները նրանք այսպես ասած ընկերություն են անում, մեկը մյուսին ճանաչում են, լինում է դասընթացներ, ընդհանուր շփումներ, հետեւաբար մեկը մյուսի ձայնը ճանաչում է, բայց խոսակցության ընթացքում, մենք այդպես չենք ցույց տալիս, որ ճանաչում ենք մեկ-մեկու կամ խոսում ենք, բայց բնականաբար բարևում ենք լավոր ենք մաղթում։ Այսինքն կյանքով խոսել չի կարելի ասել։ Կյանք ոնց էս բարև։ Բայց ամենակարևորը որ ընկերություն են անում եւ սա շատ մեծ առավելություն է հաշվի առնելով մի հանգամանք եւս որ դուք իրար գիտեք խառնվածքներով բնավորությամբ եւ դա կարծում եմ կօգնի նաեւ հստակ ճիշտ կողմնորոշվելու։ Բնականաբար արտերկրից ժամանողներին ոչ տեղային, դրսի օթաչուներին չենք ճանաչում, սակայն արդեն ավիաընկերության հետ երկար տարիներ աշխատելով նրանց արդեն որպես այդպեսին ճանաչում ենք։ Նրանք էլ մեր աշխատավոճն են ճանաչում։ Սա թիմային աշխատանք է, դրա համար մեկը մյուսին օգնել, այստեղ անձնային ինչ-որ բաներ տանել չկա, մենք անում ենք մեկ աշխատանք։ Իսկ մրցակցություն օթաչուների եւ կարգավարների միջեւ, թե կարգավար։ Չէ, մրցակցություն որպես այդպեսին չկա, այլ ճիշտ կարող եմ ասել, առողջ մթնոլորտ կա, առողջ մրցակցություն կա, եթե օրինակ ավագ սերունդը ավելի շատ գիտելիք ունի, բնականաբար փորձում եմ մեզ նոր սերնդին օգնել, ավելի նոր հին, այսպես ասած, ճիշտ կանոնները, ավանդույթները սովորեցնել, իսկ ջահելներն էլ փորձում իրենց հերթին նորարարությունները։ Գալիս են երիտասարդները ձեր ոլորտ պահանջված է առհասարակ։ Այո, գալիս են, բոլորն էլ շատ հետաքրքրությամբ, ինչ-որ sense ձգտումով են գալիս, քանի որ աշխատանքը իրենից շատ հետաքրքրություն է առաջացնում բոլորի մոտ, դրա համար հետաքրքրություն կա։ Բայց ամբողջ օր այդ ինքնաթիռների աղմուկը, երկինք եք տեսնում, հայ վերջո։ Տիգրանի հեռախոսի խաղը գիտեք ինչ խաղը։ Նա ինքնաթիռներ է նստեցնում։ Ես էլ եմ նստեցնում եւ այդպես։ Այո։ Դա այդ եւ ինչպես էր այդ զգացումը։ Պարզապես գրաֆիկան թույլ չի տալիս իրականին մոտ չի այդքան էլ, բայց մեկ այլ հետաքրքրություն։ Այստեղ on-line հարթակում Վարդանը հարցնում է ամեն ինքնաթիռ իր կարգավորողն ունի, թե ոնց է առհասարակ մեխանիզմը։ Մենք աշխատում ենք հերթափոխերով, սակայն լավ հարց է, քանի որ եթե օթաչուն ղեկավարում է մեկ ինքնաթիռ, կարգավարները միաժամանակ կարգավարում են ավելի շատ ինքնաթիռներ, որոնք գտնվում են նրանց պատասխանատվության ներքո, այսինքն մեկ կարգավարը կարող է ղեկավարել 4, 5, 6, նայած այդ բայի դրությամբ քանի ինքնաթիռ է իր ղեկավարության տակ գտնվում, տարբերությունը զուտ դա է, որ ավելի ճիշտ կարգավարը, այսպես ասեմ, որ ավելի հստակ լինի, կարգավարում է իրեն սահմանված սահմանը, որտեղից որտեղ հետո փոխանցում է հաջորդին, ակետից բեկետ հետո փոխանցում է հաջորդին։ Մարիամ, մեզ մոտ պիկը ներողություն խնդրում, մեր օթանավակայանի այդ պիկը, չգիտեմ, րոպեների ընթացքում քանի ինքնաթիռ կարող է վայրէջք կատարել, ինչու եմ հարցնում, որովհետև
Նույն Ամստերդամում գրեթե 20-30 վայրկյանը մեկ օդանավ է վայրեջք կատարում։ Մենք այդ նման ծանրաբեռնվածություն ունենում ենք երբեմն։ Բնականաբար եթե Ամստերդամի չափերը նայենք եւ զվարթնոցները տարբեր են, բայց զվարթնոցին էլ արդեն իսկ որ շատ են, այո, գրեթե հիմա առհասարակ, չգիտեմ, սեզոնային շրջաններում ամառ կլինի, չգիտեմ, ձմեռ այդ ընթացներում շատ են եւ կարող ես տեսնել, որ 2 րոպեն, 3 րոպե մեկ անընդհատ վայրեջք է տեղի ունենում։ Եվ ես նկատել եմ, որ որոշ չվերթներ միաժամանակ կարող են իջնել 1-2 րոպե տարբերությամբ, որովհետեւ մենք դուրս ենք գալիս ինքնաթիռից, այլ ինքնաթիռի ուղևորների հետ ենք խառնվում եւ այլն։ Ինձ մի կարևոր հարց եմ ուզում բարձրացնել, որը հուզում է հատկապես այն մարդկանց, որոնք վախենում են առհասարակ թռիչքներից, երբ սկսում է օդային տուրբուլենտ գոտում հայտնվել ինքնաթիռը, մի քիչ դղ եւ այլն, այս դեպքում սկսում է խուճապ շատերի մոտ, բայց մենք գիտենք, որ դա այդքան էլ վտանգավոր չի եւ այսպես ասած կարևոր մի քիչ վտանգ պարունակող հատվածը դա վայրեջքներն ու թռիչքներն են, չէ՞։ Իրականում այո, ամենաբարձ հատվածը համարվում է վայրեջքն ու թռիչքը, չնայած նրան, որ եթե լինում է վատ եղանակային պայմաններ, անտեսանելի աշխատողները, կարգավարները, օդաչները, նրանք բոլորը լավ որակավորված են եւ հետեւաբար նման դեպքերում կան հատուկ պրոցեդուրաներ, հատուկ գործընթացներ, որոնք կատարվում են։ Դրա համար եթե թափ է տալիս օդաչուն, գիտի ինչ է կատարում, այսինքն դա նրա համար անսպասելի գործընթաց չէ, այսինքն դա կառավարվում է նրա կողմից։ Նույնն էլ կարգավարի կողմից, եթե գիտի այդպիսի երևույթում են գտնվում, հա, ինչ որ կարող է օդաչուի հետ, հա, համաձայնացնելով նրան այլ ուղղություն տալ, որպեսզի տվյալ գոտուց դուրս գա, բայց վստահեցնում եմ թռիչքը, այսպես ասած, չէ, համարվում է օդանավով ճանապարհորդել ամենաանվտանգ տրանսպորտներից մեկն է, դրա համար մի վախեցեք, նրանք խոճապի մեջ են ընկնում, նստում են ծայրը, որ դռանը մոտ լինեն, ինչու ախր, չէ, հավատացեք, դրան մոտ լինելը ոչինչով չի օգնի։ Այո, միանշանակ Եթե փորձենք հանրագումարի բերել կարգավարի աշխատանք։ Կարգավարը փաստորեն ուղիներն է ուրվագծում, հա? Հեռավորություն պետք է պահպանեն օդանավերը։ Կարգավարները, այսպես ասած, տալիս են ուղղություններ, կարգավարում են ինքնաթիռներին հստակ ուղղություններով, ոչ միայն կարող են ուղղություններ չլինեն, կան հատուկ ճանապարհներ, որոնցով ինքնաթիռը հա գնում է, ուղղակի ընթացքում անընդհատ վերահսկողության ներքո են գտնվում։ Եվ բնականաբար այդ դա եմ ուզում հասկանալ։ Ինչը կարող են խախտել օդաչուները, որ վերահսկում է կարգավարը։ Օդաչուները չեն կարող ինչ-որ բան խախտել, եթե ինչ-որ մի բանը գրված է, երկու կողմն էլ, այսպես ասած, պահում է այդ օրենքի կշիռը, ոչ թե ավտոպիլոտը միացված չէ ինքնաթիռը։ Բայց կան եղանակային պայմաններ, որոնք կարող են շեղել օդաչուին, հա, նույնիսկ դուք նշեցիք տուրբուլենտությունը, շատ հավանական է տուրբուլենտության ժամանակ, որպեսզի նա իր բարձրությունը խախտի։ Հետևաբար բարձրությունը խախտելու հետ մեկտեղ կարող է մեկ այլ հարթություն հայտնվել։ Թռչունների առկայության մասին չմոռանանք։ Այո, թռչունների առկայությունը մեկ այլ խնդիր է։ Բոլորովին այլ։ Այո, քանի որ երկաթե մեծ թռչուն է, թռչունները տեսնում են, մտածում են, օ, մեր նման ինչ-որ մեծ բան։ Եվ ուղղությունը վերցնում են դեպի օդանավ, չնայած նրան, որ բոլոր օդանավերը բավականին լավ դա տեխնիկա է, հա, այսպես ասած, որը լավ կառուցվածք ունի, հետևաբար թռչունները չեն կարող հա տենց մեկ հարվածից վնասել, բայց արդեն երամա թռչունների բնականաբար կարող է վտանգ առաջացնել, այսինքն դրա համար են որոշակի բարձրություններ ընտրված ինքնաթիռի համար, չէ, բարձրությունները այդպես չկա, սակայն կան հատուկ ծառայություններ, հա, ովքեր այդ վազքուղու մոտ գտնվող թռչուններին են փորձում հեռացնել կենդանիներին, որպեսզի այդ վայրեջքի մեծամասամբ հայտնվում են այդ վայրեջքի եւ թռիչքի ժամանակ, դրա համար այդ ընթացքում որսորդներ մենք հատուկ ունենք, ովքեր պարբերաբար ստուգում են, որպեսզի թռչուններ չլինեն եւ չառաջանան։ Եվ հին ինքնաթիռները, փոքր ինքնաթիռները, որոնք դեռ կան, համարվում են իհարկե ամենաանվտանգներից, որ իրենց այդ պատտվող բանը դրսում են։ Այդ դրանք ավելի վտանգավոր են, չէ՞, թռչունների պարագայում նկատի ունեն։ Թռչունների պարագայում գրեթե բոլոր ամեն տեսակն է վտանգավոր է, եթե հարցը գնում է երամի մասին, սակայն դրանք էլ են ավելի ամուր մետաղներից են պատրաստված, հետևաբար ինչ որ տենց վնաս չի կարող լինել, բայց լինում են դեպքերը բնականաբար գրանցվում են։ Ինչպես են վերաբերվում օդաչուները եւ ինչու ոչ կարգավարները
ուղևորների ծափահարություններին։ Երևի թե ավելի օթաչուներն են լսում այդ ծափահարությունները, կարգավարներն էլ այսպես ասած արդեն օթաչուներից ստացված խոսքերն են նրանց շոյում, որ ասում են շնորհակալություն լավ օպերատիվ աշխատանքի համար, որ համագործակցությունը շատ լավ տեղի ունեցավ, այդպես լինում է, ոնց ուղևորներն են օթաչուներին ծափահարում, նրանք իրենց լավ են զգում իրենց կատարած աշխատանքի համար, նույնն էլ կարգավարներն են։ Անգլերեն եք շփվում, ես հասկացա։ Այո, միջազգային լեզվով կան հատուկ լեզուներ, անգլերեն, ֆրանսերեն, մեր դեպքում Հայաստանի Հանրապետությունում անգլերենն է։ Մենք հատուկ 3 տարի մեկ քննություն ենք հանձնում, հատուկ։ Իսկ եթե հայ օթաչուի հետ եք որ Այո, որպեսի ամբողջությամբ լսվի եւ հասկանալի լինի։ Որպեսի, ինչպես ասացի, մեկ կարգավար կարող է խոսել մի քանի օթաչուների հետ։ Հիմա եթե ամեն մեկի հետ տարբեր լեզվով խոսես, ոչ մեկը մյուսին չեն հասկանա օթաչուները, հետեւաբար մեկ լեզու է։ Այստեղ մի անգամ թռնում էինք, մեր A320 էր, այդպես մեզ համար թռնում ենք եւ մեր ընկերներից մեկը ասաց ուշադիր նայեք պատուհանից, դուք կտեսնեք, սարսափեցինք, որովհետեւ շատ մեծ Boeing միլիմետր այսպես տարբերությամբ մեր տակով անցավ, սարսափելի էր մեզ համար։ Արդյոք նրանք շատ լավ գիտեին եւ ճիշտ հաշվարկված էր այստեղ տանք չկա։ Խայտարակ լարվեցինք, որովհետեւ դու տեսնում ես այսքան փոքրիկ ես եւ մեծ ինքնաթիռок ես։ Բացի նրանից, որ հենց օթանավներն են, հա, այսպես ասած, ունեն հատուկ սարքավորում տկաս է կոչվում, որը 1-2 օթանավերը տեսնում է, եթե լինում է խոչընդոտ, ավտոմատ կերպով է հեռացնում։ Նույնպես կարգավարներն ունեն հատուկ տեխնիկաներ, տեսնում են, որ եթե վտանգ է սպասվում, տվյալ վտանգային դեպքերում արդեն ձեռնարկում են հատուկ քայլեր, բայց քանի որ տեխնոլոգիան այսպես ասած բավականին զարգացած է, նման դեպքեր չեն լինում եւ այո, այդպես լինում է, երևի թե ամենասիրուն տեսարաններից է դա, երբ որ տեսնում ես միևնույն ժամանակ հեռախոսը արագ հանել եւ տեսագրել կարել ենք։ Վիզուալ թվում է թե մոտ է, բայց իրականում մոտ չէ։ Լուրջ մոտ չի։ Շատ մոտ չէ։ Որ դեպքում եք ուղարկում լրացուցիչ պտույտի օթանավը միայն մարխուղի դեպքում։ Ոչ, լինում են տարբեր դեպքեր, կարող է օրինակ վազքուղին լինել, բլոկավորված, զբաղված լինել, կարող է օթաչուն ինքը հաճ կարողանա ճիշտ քամու պատճառով, օրինակ հատուկ իր կոնֆիգուրացիան ճիշտ չէ, նա է ձեռնարկում գնալ։ Կարգավարը ունի ընդամենը մեկ դեպք, որ կարող է, այսպես ասած, երկրորդ պտույտի ուղարկել, դա երբ որ վազքուղին է զբաղված, մնացած դեպքերում դա որոշումը կայացնում է միանշանակ հրամանատարը։ Եթե այսպես ասած վազքուղին զբաղված է, բնականաբար որտեղ է գալու նստի։ Այդ դեպքում Ես մի քիչ դանդաղ արի, դուք մեքենա վարում եք։ Ես վարում եմ մեքենա։ Հետո չեք նյարդայնանում այդ օթայինված տարածքներից հետո, չէ։ Ձեր մաղթանքը ձեր գործընկերներին, վերջը այսօր ձեր պրոֆեսիոնալ։ Այո, ես շատ ուրախ եմ, որ իմ մասնագիտական տոնյա այստեղ եմ գտնվում եւ իմ գործընկերներին մաղթում եմ, որպեսզի մենք ունենանք խաղաղ երկինք եւ մեր բոլոր աշխատանքային օրերը լինեն ուրախ, էֆեկտիվ եւ առանց խնդիրների։ Անամպ երկինքը ձեզ համար արդիական մաղթանք է։ Այո, անամպ երկինքը։ Ուրեմն դա մեկ եք մաղթում։ Մենք օրինակ նայում ենք, ասում ենք, ամպոտ է թռիչքին, ուրեմն турբուլենտ գոտում կհայտնվենք, ճիշտ է մեր հաշվարկը։ Իրականում չէ, բայց կարող է լինել, բայց այդքան շատ կապ չունի դա։ Հաճախ եք թռնում։ Ես հաճախ եմ թռնում, այո։ Իվանդության պես մի բան է վարակվել եք։ Շնորհավորում եմ եւս մեկ անգամ։ Շնորհակալ եմ շատ հաճելի էր զրուցել այդ նման երիտասարդ բանիմաց մասնակիցների։ Մենք էլ իրենց մաղթենք նույնքան թռիչքներ, նույնքան վայրեջքներ, որքան թռիչքներ։ Սա շատ կարևոր մաղթանք է։ Շատ կարևոր, շատ շնորհակալ եմ։ Ձեզ լավ օր։ Շատ հաճելի։ Շատ հաճելի էր նմանապես։ Մենք այսօր ծանոթ։ Հա, իմիջալոց ռադիո լսողներից մեկը հարցնում էր աշխատավարձի չափնել հարցրու, բայց չասեք։ Կոմերցիոն գաղտնիք է։ Գոհեք, բայց գոհեք։ Շատ կարևորը գոհեք, դա ամենակարևորն է։ Շնորհակալ ենք, մենք գնանք լուսանկարվելու եւ կշարունակենք քիչ անց։ MIBs. Here come the MIBs. Here come the men in black. They won't let you remember. Nah. The good guys dress in black. Remember that, just in case we ever face to face and make contact. The title held by me, MIB, means what you think you saw, you did not see. So don't blink, be what was dead is now gone. Black suit with the black Ray-Bans on. Walk in shadow, move in silence. Guard against extraterrestrial violence. But yo, we ain't on no government list. We straight don't exist, no names and no fingerprints. Saw something strange, watch your back. Cause you never quite know where the MIBs is at. And here come the men in black.
a night on the horizon, bright light into sight, tight camera zoom on the impending doom. But then like boom, black suits fill the room up with the quickness, talk with the witnesses, hypnotizer, normalizer, vivid memories turn to fantasies. Ain't knowing my bees, can I please do what we say? That's the way we kick it. Yeah, you know I mean, or see a noisy cricket get wicked on you. We're your first, last, and only line of defense against the worst scum of the universe. So don't fear us, cheer us. If you ever get near us, don't jeer us. We're fearless. And my bees freezing up all the flag. What that stand for? Men in black. And. Let me see you just bounce it with me, just bounce with me, just bounce it with me. Come on, let me see you just slide with me, just slide with me, just slide with me. Come on, let me see you take a walk with me, just walk it with me, take a walk with me. Come on, and make your neck work. Now freeze. Tell you this in closing. I know we might seem imposing, but trust me, if we ever show in your section, believe me, it's for your own protection. Cause we see things that you need not see, and we be places that you need not be. So go with your life, forget the Roswell crap, show love to the black suit, cause that's the men in, that's the men in. Sorry. Սուրճ ուսեր առավոտից։ 19:36 դուք շարունակում եք լսել Շանդրային ռադիոյի առաջին ալիքը։ Եվս մեկ անգամ ասում ենք բարի լույս, առաջարկում ենք օթային տարածքից իջնել եւ հարմարավետ տեղավորվել, այսպես ասած, մեր տիրույթում, այո։ Կապած ամբրագոտիները մենք շարունակում ենք մեր ուղիղ եթերը եւ մինչ մենք կներկայացնենք մեր այսօրվա հյուրասրահի հաջորդ այցելուներին, տեղեկացնենք, որ կայտ կրթամշակութային հասարակական կազմակերպությունը մասնակցելով Երևանի քաղաքապետարանի կողմից հայ մեծանուն մշակութային գործիչների հոբելյանական միջոցառումների կապակցությամբ հայտարարված մրցույթին հաղթել է ներկայացնելով Հայրիկն ու աղվեսիկը մանկական նախագիծը, որը նվիրված է Հայրիկ Մուրադյանի 120-ամյակին։ Նախագծի առանցքում Հայրիկ Մուրադյանի կերպարն է իր սաների հետ, ովքեր հեքիաթային միջավայրում հանդիպում եւ ընկերանում են աղվեսիկի հետ։ Եվ այս պահին սիրով ուզում ենք ողջունել մեր հյուրերին, Շուշանիկ Պողոսյանին, աղվեսիկ ծրագրի համակարգող եւ Տաթևիկ Շահկուլյանին, Հայրիկն ու աղվեսիկը գրքի հեղինակին։ Բարի լույս։ Բարի լույս։ Մենք ամենը ճիշտ ասեցինք, ամենը ճիշտ էր, չէ՞։ Այո։ Եվ ամենակարևորը հաճելի, երբ տեսնում ես մարդկանց, որոնք էլի են եկել քեզ հյուր, եւ արդեն գիտես, թե ինչ գեղեցիկ բովանդակություն է լինելու։ Եվ այո, շատ հրաշալի է, որ նման ծրագիր է իրականացվում, որովհետեւ մենք գիտենք, որ միշտ չի, որ փոքրիկների համար հատկացված եւ նախատեսված որևէ միջոցառում կամ որևէ գործողություն որակով է լինում եւ շատ կարեւոր է, երբ կան որակյալ կոնտենտ, հա, այստեղ շատանում են այդ որակյալ կոնտենտները։ Այո, իրականում այս խնդիրը բոլորս ենք նկատում, երբեմն գնում ես մանկական միջոցառման ու հայտնվում մի միջավայրում, որտեղ պիտի չլինեին բալիկները, բայց դու արդեն այնտեղ ես, պիտի ձևը գտնես բալիկների հետ ինչպես խոսել, իսկ հակառակը որն է, երբ որ գնում ես միջոցառման եւ տեսնում ես հեչ իրենց անհամապատասխան երաժշտություն է հնչում եւ ընդհանրապես կապ չունի մանուկների հետ։ Հենց դրա մասն է խոսքը։ Այսպիսի խնդրի շատ ենք առնչվում, միշտ չի որ ծնողների համար հեշտ է լինում ֆիլտրել, որտեղ
բալիկին տանել, որ ամեն ինչ ճիշտ լինի, որ սխալված չլինես։ Իհարկե սա չի նշանակում, որ ես ուզում եմ ասել, որ մերը ամենաճիշտն է, բայց մենք ձգտել ենք աշխատել այնպես, որ այս խնդիրը առավելագույնս հաշվի առնենք, այսինքն առաջին տեղում դրել ենք հենց այս խնդիրը։ Ինչու Հայրիկ Մուրադյան, հասկանալի է, որ այստեղ հարցեր չկան, նրա ծննդյան 120-ամյակը եւ բազմաթիվ միջոցառումներ տեղի ունեցան Երևանում եւ ոչ միայն Երևանում։ Հիմա Հայրիկ Մուրադյանոյի միջոցով պահպանված երգերը շատ հարազատ են ինչպես մեծերին, այնպես էլ փոքրերին։ Մենք երբ որ դպրոցական դասագրքերի առիթով կամ ազգային երգուպարտ ծրագրի շրջանակներում սկսեցինք այս հարցին առնչվել, պարզվեց, որ ամենասիրելի այսպես փոխանցողներից մեկն է, որովհետեւ այնպիսի երգեր է փոխանցել, որոնք շատ մերն են, շատ հոգեհարազատ են մարդկանց։ Այսպես ու հաջորդ խնդիրն այն էր, ինչպես վարվել, ինչպիսի երգեր ընտրել այս նախագծի համար, հասկանալի է, որ պիտի նկատի ունենայինք հենց փոքր բալիկներին։ 3 տարեկանից սկսած մենք նախատեսել ենք մինչև 10 տարեկան, բայց հիմա կողքից արդեն որպես պատրաստի product երբ որ նայում ենք, հասկանում ենք, որ այստեղ պիտի Ռուբեն Հախվերդյանի ձևակերպումը հաշվի առնենք մինչև 100 տարեկան երեխաներ, այսինքն դա չի նշանակում, որ բալիկներից այն կողմ հնարավոր չի լինի նախագծին հետևել, որովհետև այդպես եւ մոտեցումը եւ երգերի ընտրությունը մի տեսակ բոլորիս համար են։ Ինչ ենք արել, այս 10 երգերը մշակման են ենթարկել, այո, մեզ թույլ ենք տվել սա, որովհետեւ երբեմն կարիք ենք ունեցել եւ տեքստային բաղադրիչին դիպչելու, առանց գաղափարը վնասելու իհարկե, որպեսզի բալիկներին հեշտ լինի երգել, որովհետեւ բարբառային, խորքային, շատախի բարբառ եւ այլը հասկանալի է, որ այստեղ մի քիչ միջամտության կարիք մենք հարմար ենք գտել դա անել։ Մյուս կողմից էլ մշակել ենք, այսինքն ժամանակակից վայրին ենք ադապտացրել։ Իհարկե այստեղ էլ միշտ այդ քննարկումը կա ժամանակակից դարձնել թե չդարձնել։ Կարևորը որակով անել, ես գրագետ մոտենալ հարցին։ Փորձել ու միանգամից ասեմ, որ անողը, այսինքն մշակողը նույնպես այսպես երիտասարդ սերնդից է, նույնպես մանուկների թվին է դասվում, մի քիչ մեծ մանուկ, Նանե Մաթևոսյանը, երբ որ նա սկսեց մշակել, բոլորս վախ ունեինք իհարկե, ինչպես կարող է 16-ամյա աղջիկը այսպիսի բան անել։ Ռիսկային չէր։ Ռիսկային էր, բայց պարզվեց հաղթեց Նանե բոլորիս եւ նա իհարկե ղեկավար ուներ Գրիգոր Քարտաշյանը օգնում էր այս կներեք վերջ արդեն ամեն ինչ ասված է բայց արդյոք նորմալ չէ երբ որ փոխանցում ենք եւ այսինքն ավակ սերունդը պիտի օգնի մենք էսել ենք հետեւել որ այս փոխանցումը ինֆորմացիա ճիշտ ավակ սերունդների ճիշտ համագործակցություն է տեղի ունեցել փաստացի հա համակարգման մասով կուզեի խոսեինք հետաքրքիր է արդեն երգերը վերցրել եք մի քիչ ավելի ադապտացրել ու հասանելի դարձրել փոքրիկներին մշակել հետո ինչ կասեմ է Շուշանիկը Երգերը ի վերջո պետքա դառնային գիրք Հայրիկ Նոակոսի կվեռնագրով, որը որ բաժանվելու է Երևանի քաղաքապետարանի ներքո գործող բոլոր դպրոցներին ու մանկապարտեզներին։ Վայ, ինչ հաճելի լուր, ահա։ Ու նաև ունենալու ենք միջոցառում հոկտեմբերի 25-ին ժամը 3-ին մանկական զբոսայգում, որտեղ ներկայացնելու ենք եւ գիրքը Եվ ունենալու ենք փոքրիկ համերգ, որտեղ մեր երեխաները, ովքեր մասնակցել են այս նախագծին, կենթանի կատարելու են այս երգերը։ Ովքեր են այդ երեխաները, ում է բախտ վիճակվել, որպեսզի մասնակցեն նախագծին։ Փոքրիկ ընտրություն ենք կատարել ժամանակին, այսպես, եւ ընտրել ենք 6 երեխա։ Դա չի նշանակում, որ ավելին չէին կարող լինել, գիտեք, տաղանդավոր բալիկները շատ են։ Ուղղակի այսպես ստացվեց, ինչպես որ այլ նախագծերում, ինչ որ մի բան ստացվում է, ինչ որ ձևով։ Ուրեմն այդպես էր պետք։ Ահա, 6 երեխաներ են, 3 աղջիկ եւ 3 տղա, շատ լավն են, այդ էլ գաղտնիքա ասեմ, եւ աշխատանք տարանք նրանց հետ, սովորեցին երգել, սովորեցին այս միջավայրին, շատ հեշտ, իհարկե, խնդիրներ չեն ունեցել։ Եվ հիմա էլ աշխատում են համերգին նախապատրաստվելու վրա։ Գրքերը երգող են։ Այո, գրքերում ունենք QR-ներ, որ ոնց որ բոլոր երգերին կցված են փոքրիկ պատմություններ, ու պատմությունների մեջ այդ երգերը հնչում են։ Ու իհարկե երեխաների կատարումները, որոնք ձայնագրել ենք, QR-ներով հասանելի են լինելու գրքում, ու նաև ունենալու ենք կարաոկե տարբերակներ, որ ոչ միայն լսեն, այլ նաև կարողանան երգել։ Իսկ ինչ անել, սա լուրջ գլոբալ խնդիր է։ Գնում ես փոքրիկի ծննդյան տարեդարձ կամ մանկական միջոցառում, էլ չեմ ասում ներկայացումների մասին, կոմերցիոնների մասին է խոսքը հիմնական։ Գնում ես որևէ, այսպես ասած, միջավայր մանկական ու այնտեղ հնչում են վատ մանկական երգեր։ Եթե նույնիսկ դրանք մանկական են, լավը չեն, բայց մենք գիտենք, որ մենք ունենք լավ մանկական երգեր, այնպես չի, որ դրանք չկան։ Ինչ անել, որպեսզի որակյալը ավելի շատ մուտք գործի։ Արդյոք այս ձեր նախագիծը կարող է նաև ինչ որ չափ նպաստել դրան,
որպեսզի երեխաները դպրոցում իզուր չասացի, որ վայ ինչ լավ է, որ տարածվելու են գրքերը դպրոցներով եւ կրթական հաստատություններով, երեխաները արդեն սովորեն որակյալին եւ արդեն պահանջարկը մի քիչ այլ ուղղությամբ գնա։ Երկուսի դե հարցի սողված։ Խնդիրը կա, բայց արդյոք մենք կարող ենք վերահսկել, որ վատ երգեր չհնչեն։ Հասկանալի է, որ ալտերնատիվ առաջարկելն է ամենակարևորը։ Հենց դրա համար է նախատեսվել ի սկզբանե, որ Երևան քաղաքի բոլոր եւ դպրոցները եւ մանկապարտեզները ունենան սա։ Հիմա իհարկե հասկանալի է, որ անարդարություն կա մարզերի երեխաների համար, բայց հասկանալի է, որ հաջորդ փուլով մենք կգնանք այդ խնդիրն լուծել։ Իսկ այն, որ պիտի բեմում հնչեն առողջ երգեր, այստեղ իհարկե քննարկում չկա։ Մենք դա փորձում ենք, ես կարող եմ մի գաղտնիք է ձեզ ասել, որ ձգտելու ենք, այո, նախատեսել ենք ներկայացում մանկական նաև, որտեղ միայն հայրիկին նվիրված միջոցառում չի լինի, այլ առհասարակ մանկական եւ այնտեղ այսպես աշխարհագրությունը կամ տարածքը երգերի մենք կմեծացնենք։ Գլխավոր շեշտ դնելով ֆոլկլորի վրա, բայց նաև ընդգրկելով ժամանակակից կոմպոզիտորների աշխատանքներ։ Որակյալ կոնտենտի պահով չմոռանանք, որ մենք նաև ունենք Արևիկ մանկապատանեկան անսամբլը։ Տարիներ շարունակ արևիկցիները եւս տարածում են որակյալ մանկական կոնտենտ, ասացիք համերգ, երբ այն նախատեսվում։ Հայրիկն ու աղվեսիկը համերգը հոկտեմբերի 25-ին է լինելու, իսկ մյուս համերգը արդեն ավելի ամանորյա ծրագրով է լինելու։ Ամանորի ծրագրում եք ընդգրկել, հա։ Դեկտեմբերին արդեն ավելի մանրամասն։ Իսկ դեկտեմբերին այդ ամանորի ծրագիրը մի քանի ներկայացում կլինի, չէ՞, մեկով չենք սահմանափակվի, այ հատկապես նման տոների ժամանակ են, էլի հայտնում այդ կոմերցիոն անհասկանալի տկլոր բովանդակությամբ, այսպես ասած, ներկայացումներ, որովհետև մտածում են, որ երեխաների համար է կարող ենք այսպես պրիմիտիվ անել, պարզունակ անել, չէ, պարզը պարզունակետ չխառնենք, սա շատ կարևոր է։ Մի տենդենց էլ կա, որ հայտնի մյուզիկլներից, հայտնի ստեղծագործություններից թարգմանում են հայերենացնում։ Գուցե սա ընդունելի մոտեցում է, բայց խառնում են, ասենք նայում ես Մատիսյան, մյուսը խառնել են ու տարբեր սյուժեներից ստացել։ Գուցե սա էլ ընդունելի է, գուցե գոնե արժեքավոր երաժշտություն է եւ այլն։ Բայց մոտեցումները տարբեր են, շուկայում ամեն ինչ կա ու ուղղակի պետք է փորձել հասկանալ։ Ցանկացած փոփոխություն կատարենք ավելի որակով, էլի, այս պարագայում։ Դե ծնող կա, որ ինքն էլ է, ինքը երեխաներից շատ է սիրում այդ անորակը, երեխաներն են ստիպված լսում են այն, ինչ լսում է ծնողը։ Հավանաբար նկատել եք, դոմինանտ է հենց այս պարագայում։ Իհարկե, ինչի մասն է խոսքը։ Նորից հիշեցնենք մեր ռադիոլսողներին, հոկտեմբերի 25-ին ուր են գալու ծնողները իրենց բալիկների հետ, որպեսզի այդ գեղեցիկ համերգին ներկա գտնվեն։ Հոկտեմբերի 25-ին ժամը 3-ին մանկական զբոսայգում բացօթյա է լինելու համերգը, ոչինչ կարիք չկա։ Ուսան եղանակը չի խանգարեցես, անձրև չի գա։ Ստուգել եք խոստումնալից է։ Պատվիրել ենք առնվազն։ Տաթևիկ, հայրիկն ու աղվեսիկը գրքից հետո գիրքն արդեն իրողություն է։ Էլ ինչ նորություն սպասենք ձեզանից։ Եթե այլ հերթական հաջորդ պրոյեկտների մասին ենք խոսում, ասեմ, որ այս ձևաչափը մենք նախատեսել ենք, որ շարունակական լինի, եթե մենք ունենք հայրիկն ու աղվեսիկը, այլ կերպարներ ու աղվեսիկներ նույնպես բոքոլիկը։ Էական չի, ովքեր կարևորը հերոսները լինեն։ Այո, աղվեսիկի հետ երկխոսությամբ այլ կերպարների հանդիպենք եւ հայտնի մարդկանց, ոչ միայն այս պարագայում նաև երեխաներին մոտեցնում եք եւ տեղեկություն փոխանցում հայտնիների մասին։ Սա խաղի վերածելով, հեքիաթի վերածելով կարևոր տեղեկություն է, որը բազային, այսպես գիտելիք կլինի ներսում, հա։ Իհարկե, ասեմ, որ ենթադրենք հայրիկի կերպարի պարագայում մենք շատ ֆենոմենալ մարդու հետ գործունենք, չէ՞, եւ նրա գաղափարները հասանելի դարձնելու խնդիր ունենք։ Նրա գաղափարները կան, նրա վիդեոները կան, բայց այս պարագայում մենք մանկական լեզվով ենք այս բոլորը կազմակերպել, այսինքն մոտեցնում եք երեխաներին։ Այո, խոսում է հայրիկը, բայց մանկական լեզվով ձևափոխված է եւ հենց այս հեքիաթների կամ պատմությունների իմաստը դա է, հայրիկը քարոզում է, ենթադրենք, կամ ուսուցանում է ընկերություն, առողջ միջավայր եւ այլն, դա այսպես տողատակում երեխան ստանում է։ Սա է նպատակը։ Հասկանալի է, որ հաջորդ հատորներում կամ սերիայի մնացած մասերում այլ մարդկանց արժանի մտքերը պիտի փորձենք հասանելի դարձնել, նորից մանկանը հետաքրքիր տարբերակով։ Իզուր չի էլի, որ հիմնական բազան գիտելիքը երեխաները ստանում են հենց փոքր տարիքից սկսած եւ իզուր չի, որ անդադարացում ենք սովորեք։ Հիմա իհարկե մեթոդաբանությունները փոխվել են, ընկալումները եւս եւ մենք լիահույս ենք, որ նման նախագծերի միջոցով նաեւ կստանան կարեւոր գիտելիքներ, որ հետագայում մեծանան, մեկ էլ հիշեցի, սա որտեղ, այս մանկական են ներկայացումից է մնացել ինձ մոտ։ Դրանք շատ
գեղեցիկ են, մի քիչ նման են ժամանցի, բայց շատ կարևոր են, որոնք այսպես հիմք կդնեն, չէ՞։ Այո, իհարկե, եւ կիրառելիության մասով շարունակելով Շուշանիկի միտքը ասեմ, որ այստեղ բացի այն, որ կարաոկեն հատուկ ենք նախատեսել, որպեսզի դրանք այսինքն դպրոցները ոչ միայն շրջանառման շրջանակը կարողանանք մեծացնել, նաեւ այստեղ մենք ոչ հայ ընթերցողին ենք նախատեսել եւ երկերը բոլորը տրանսլիտերացրել ենք հյուբշմանի, այսինքն ոչ Facebook-յան, այլ գիտական տրանսլիտերացիայով, որպեսզի ոչ հայ ընթերցողը նույնպես կարողանա կարդալ եւ անգլերեն ենք թարգմանել։ Այսինքն թե հեքիաթները, թե երկերի բանաստեղծությունները հասանելի են նաեւ անգլերեն նույն գրքի մեջ։ Ափսոս որ գիրքը չեք բերել, ցույց կտայենք հիմա մեր ռադիոլսողներին on-line տարբերակով։ Մենք հաջորդույվ վստահաբար այսպիսի կունենանք։ Շնորհակալ ենք։ Շնորհակալ ենք։ Այո, կարևոր գործունեության համար ու կարևորը որ չեք մոռացել իսկապես անգլալեզու դարձնել, որովհետև մենք մեր ներսում միշտ անում ենք լավ բաներ, բայց դուրսն էլ պիտի պատմենք դրա մասին։ Մենք ենք շնորհակալ։ Սուրճ ու սեր առավոտից 19:52 դուք շարունակում եք լսել հանրային ռադիոն, սուրճ ու սեր առավոտից հաղորդումը շարունակվում է։ Սուրճի շուրջ ինչ են կատարվում, տեղի են ունենում հետաքրքիր զրույցներ, նորությունների փոխանակումներ, ինչ անում ենք իհարկե ամբողջ ընթացքում։ Իզուր չէր որ դրա մասին է, էլի։ Տանում էի դեպի այդ բամբասանքը։ Բայց սա ամենայն լրջությամբ է, ասած։ Սա իրական բամբասանք է։ 44-ամյա Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ պատրաստ է կրկին ամուսնանալ։ Ուզում է ամուսնանալ, թե կա տեխնացու։ Պատրաստ է։ Այսինքն կոճակը կա մնաց վերարկուն։ Նա ուներ կատարյալ ծրագիր։ Լեգենդար ֆրանսիացի դիզայներ Մանֆրեդ Թիերի հարսանեկան զգեստ, որը ցավոք չստեղծվեց միջև նրա մահը 2022 թվականի հունվարը խոսքը դիզայների մասին է։ Եվ վերջերս տված հարցազրույցներից մեկում Քիմը բացահայտել է, որ ցանկանում է, որ զգեստը մնա իր արխիվում, եթե երբևէ գտնի այդ հատուկ մեկին։ Մենք պարզապես խոսում էինք դիզայնի մասին եւ նա ասաց, որ կսկսենք այն պատրաստել, եւ ես ասացի, պարզապես վստահիր ինձ։ Ես ուզում եմ, որ այն իմ արխիվում լինի միայն մեկ օրով։ Ես ուզում եմ պատրաստ լինել, անկեղծացել է Քիմը։
Այսինքն պատրաստ է մարդը, Այսինքն Քիմը ուղակի բարձրաձայնել է, որ ուզում է ամուսնանալ։ Պատրաստվեք, հայտարարություններ են ընդունվում։ Ավելին Քիմի 12-ամյա դուստրը ասում է, որ երազում է կրկին տեսնել մորը հարսանիքին եւ նույնիսկ կատակում է, որ ժամանակն է, որ Քիմը ամուսնանա, քանի դեռ ուշ չէ։ Նա անընդհատ հարցնում է ինձ. ով է քեզ որևէ մեկի հետ, ով քեզ որևէ մեկի հետ կծանոթացնի, ինչ ենք անելու։ Եվ ես ասում եմ, վերջ դուր, ես պարզապես հանգստանում եմ, ասել է Աստղը։ Այսինքն ժամանակները փոխվել են։ Աղջիկներ է ուզում, որպեսզի մայրը նորից ամուսնանա, շոու ունենան, մի կուշտ փոր հաց ուտեն, հարսանիք լինի։ Բաժանված կինը երկրորդ անգամ որ ուզում է ամուսնանալ, ասում է առաջին անգամից ինչ չես հասկացել, որ երկրորդ անգամից։ Քիմի դեպքում դա առաջին անգամը չէ։ Գիտեմ, դե բաբա։ Որ երրորդ անգամն է։ Չգիտեմ, ես չեմ կարող հաշվել, ես չեմ հաշվում անկեղծ ասած։ Դե հիմա ասում եմ ինչ անենք։ Ինչ անենք։ Այսպես էլ է պատահում, մեր հայրենակցույն է։ Չորրորդը կլինի։ Ամենակարևորը մի բան, որ մարդը երջանիկ լինի, թե ինչ բարակայում ինչպես ինքն է ընտրում արդեն, թե ինչպես երջանիկ լինի։ Մաղթում ենք բոլորիդ ճիշտ ընտրություն, մաղթում ենք երջանիկ պահեր հարգելի ռադիոլսողներ, եւ իհարկե որ դա ձեր ձեռքերում է։ Սա շատ կարևոր է։ Միանշանակ դա այդպես է, մենք էլ արդեն պետք է հրաժեշտ տանք, ես նայում ժամացույցին եւ շատ արագ ինչ արագ անցավ օրը։ Մեր այսօրվա եթերը Լուսինե։ Այսպեսին էր մեր երկուշաբթի օրվա եթերը, որը այնքան էլ ծանր չէր։ Շատ լավն էր, շատ հետաքրքիր էր, հատկապես հյուրերը հետաքրքիր բաներ պատմեցին շատ։ Իրոք։ Լուսինե Մուրադյան։ Հիմա ձեզ հրաժեշտ չտանք Տիգրան Հարությունյան։ Մնացեք մեզ հետ, մենք կրկին ձեզ վաղը կասենք բարի լույս կողջունենք։ Մենք երեքշաբթի է վաղը Տիգրան։ Վաղնել ենք։ Տուն չգնացինք այսօր, մնացինք այստեղ։ Կարող ենք մնալ այստեղ, ինչու ոչ, ինչու ոչ։ Մենք վաղը ձեզ կասենք բարի լույս, մնացեք Հանրայինի հետ։ Կհանդիպենք լավ օր բոլորին։ Come over and start up a conversation with just me, and trust me, I'll give it a chance. Now take my hand, stop it, and the man on the jukebox, and then we start to dance. And now I'm singing like, girl, you know I want your love. Your love was handmade for somebody like me. Come on now, follow my lead. I may be crazy, don't mind me. Say, boy, let's not talk too much. Grab on my waist and put that body on me. Come on now, follow my lead. 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 I'm in love with the shape of you. We push and pull like a magnet. Although my heart is falling too. I'm in love with your body. Last night you were in my room, and now my bedsheets smell like you.